Մարտի 30-ին տեղի ունենալու հավաքար համայնքի հավաքանու ընտրությունները մենք ներկայացնում ենք ազգային առաջընթաց կուսակցությունը։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար, Թայրով, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ, Պտղուն, Կարևաշատ, Այգեկ եւ Բաղրամյան գյուղերի բնակիչները մարտի 30-ին կընտրեն համայնքի նոր ղեկավար։ Մեր տեխնացուն Դավիթ Մինասյանն է, համար 3։ Փարաքար միավորված համայնքի ավականու արտահերտ ընտրություններում ազգային առաջընթաց կուսակցության կողմից որպես Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել է Դավիթ Մինասյանը։ Դավիթ Մինասյանը քվեաթերթիկում երրորդն է։ 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք ընտրություններում Դավիթ Մինասյանն ակնկալում է բնակչության աջակցությունը եւ վստահությունը հանուն միավորված համայնքի, Փարաքարի կայուն եւ իրատեսական զարգացմանը։ Հաջողություն եք ես մեր փոջանում։ Այնքան ուրախ ենք նկարը տեսնելու։ Դավիթ Մինասյանը 2019 թվականի սեպտեմբերի 29-ից Փարաքար համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքներով ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը, ապա համայնքների խոշորացումից հետո ավականու կողմից եւս ընտրվել է խոշորացված համայնքի ղեկավար եւ մինչեւ 2024 թվականի մայիս ամիսը կատարել պարտականությունները։ Փարաքարի համայնքը պետ Դավիթ Մինասյան, ուրա! Ազգային առաջընթաց կուսակցության աջակցությամբ մեր համայնքում հիմք կդրվի եւ կձևավորվի այնպիսի բարենպաստ իրավաքաղաքական միջավայր, որի արդյունքում մենք Փարաքար համայնքի բնակիչներով ի վիճակի կլինենք լիարժեք իրացնել մեր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներն ու ազատությունները։ Մենք նաեւ կկերտենք հայոց պետականության աննախադեպ առաջընթացը հիմնված ազգային առաջնահերթությունների վրա, նշել է Մինասյանը։ Դավիթ Մինասյանի խոսքով իր ղեկավարման տարիներին ուշադրության կենտրոնում է պահվել ինչպես համայնքի խնդիրները, այնպես էլ համայնքի բնակիչներից յուրաքանչյուրի հոգսը այն համարելով իր անձնականը։ Ազգային առաջընթաց կուսակցության թեկնածուն վստահեցնում է իր եւ թիմի փորձով, գիտելիքներով ու համախմբումով ընտրություններից հետո շարունակելու են բազմաթիվ ծրագրեր իրականացնել համայնքի բոլոր բնակավայրերում։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։